Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունով, որ բարձր է ամեն անունից, թե երկրի վրա, թե երկնքում, թե գետնի տակ։ Ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Անուն, որի մեջ է ներումը, փրկագնումը, փրկությունը, ազատագրումը։ Ես նրա անունն եմ կանչում ամենքիս վրա։ Ես աղոթում եմ, որ Աստծո շնորհով մեր մտքերը արձակվեն ամեն կապանքներից, ամեն խաբկանքներից ու մենք հասկանանք, որ կա միայն մեկ Աստված, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, որ չկան ուրիշ աստվածներ, որ նա է ստեղծել ողջ արարչությունը, եւ տեսանելին եւ անտեսանելին, եւ որ նա է մեզ արարել, եւ մենք արարվել ենք իր հետ հաղորդակցվելու, իր համար ապրելու համար, որպեսզի քանդվի մեր մեջից այն կեղծիքը, թե մենք կարող ենք բանակցել Աստծո հետ, թե մենք կարող ենք Աստծուն մեզ ենթարկացնել, կամ այն խաբկանքը, թե մենք ինքներս աստվածներ ենք եւ մեր մտքով ու մեր տաղանդով կարող ենք հասնել մեր ուզածին, առանց հասկանալու, որ այն պահին, երբ Տերը որոշի, եթե որոշի, որ մեր կարիքը չունի, եւ իր շունչը մեզանից քաշի, մենք անմիջապես կդադարենք անգամ գոյություն ունենալ։ Որպեսզի մենք մեր կյանքը, մեր կամքը, մեր զգացմունքները, մեր ընթացքը լիովին հանձնենք Աստծուն, մենք համապատասխանենք Աստծո ասածին եւ ոչ թե փորձենք Աստծուն հարմարացնել մեր կյանքին։ Աստծուն չօգտագործենք մեր ուզածին հասնելու, մեր նպատակների հասնելու մեթոդ։ Հիսուսի անունով եմ աղոթում սա ամենքիս համար։ Իսկ հիմա վերադառնանք Ելք գրքին, 13-րդ գլխում ենք, կարդանք այսօրվա մեր հատվածը եւ մեկնաբանությունը։ Ամպի եւ ամպի սյունը եւ կրակի սյունը։ Երբ Փարավոնը արձակեց Իսրայելի ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնելով զղջա եւ վերադառնա Եգիպտոս»։ Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց եւ անապատի ճանապարհով տարավ, Կարմիր ծով, եւ Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որտեվ Հովսեփը Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ, իմ ոսկորները այստեղից ձեզ հետ հանեք»։ Սոկթովքից մեկնեցին եւ իջևանեցին Ոթոմում, անապատի ծայրամասում։ Տերը գնում էր նրանց առջևից, ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր ցերեկ գնան։ Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։ Հայր Աստված, փառահեղ Տեր, այս քո սուրբ խոսքերը այսօր օգնի ճիշտ ձևով ընկալել, հասկանալ եւ այն թող զորացնի մեր հավատքը, որտեղ քո ամեն մի խոսքը ճշմարտությունն է եւ հին կտակարանը ուղղորդում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը, որին դու բացահայտեցիր, Տեր, երբ ժամանակը լրացավ։ Տեր, թող մենք հանդիպենք այս խոսքերի մեջ քեզ, թող այս խոսքերը բժշկեն մեր հիվանդ հավատքը, զորացնեն մեր հավատքը, քանդեն ամեն ստեր, որ կա մեր մտքում, եւ Իսրայել ազգի միջոցով թույլ տան, որ դու խոսես ամեն մեկիս հետ որպես անհատ, ամեն մեկիս հետ որպես որոշակի ազգի ներկայացուցիչ, որտեվ այն, ինչ դու ասում ես Իսրայելին, նաեւ մեզ համար է։
Օգնիր մեզ Սուրբ Հոգի Աստված, որ մեր ականջները չփակենք քո ճշմարտության առաջ, այլ թող քանդվեն ամեն շղթաներ, ամեն կապանքներ, ամեն բան, որ մեր մեջ հակառակվում ու գոռոզանում է քո խոսքի հանդեպ, թող նրանք քանդվեն ու պարտվեն։ Ամեն։ Սկզբում նկարագրվում է Իսրայելի Եգիպտոսից դուրս գալու ճանապարհը։ Աստված նրանց բերում է չսպասված ճանապարհով, անապատի միջով։ Երբ Փարավոնը արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր, որտեղ Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնելով զղջա եւ վերադառնա Եգիպտոս»։ Ծովամերձ ճանապարհը, որը հայտնի էր ծովի ճանապարհ, Եգիպտոսից Քանան գնալու ամենակարճ եւ ամենաընդունված ու տարածված ճանապարհն էր։ Սակայն այն նաեւ այն ճանապարհն էր, որտեղ գտնվում էին Եգիպտոսի ռազմական դիրքերը։ Աստված գիտեր, որ Իսրայելի ժողովուրդը դեռ պատրաստ չէր Եգիպտոսի ռազմական ուժին դիմակայելուն, որպեսզի ժողովուրդը չփոխի իր միտքը, վախենալով Աստվածի պատերազմներից ու նորից վերադառնա Եգիպտոս, նորից ընկնի ստրկության մեջ։ Ուստի Աստված նրանց տարավ այդ ճանապարհով։ Իսրայելցիները բնականորեն կակնկալեին, որ գնալու էին ծովամերձ ճանապարհով, քանզի այն ուներ այն ժամանակվա համար լավ, հեշտ անցելի ճանապարհներ, ամենակարճ հեռավորությունը դեպի Քանան, այդ ճանապարհը նաև առևտրային ճանապարհ էր, հետևաբար սնունդ եւ ջուր գնելն էլ, ձեռք բերելն էլ ավելի հեշտ էր լինելու։ Բայց ճանապարհի վտանգները չափազանց մեծ էին, չնայած իսրայելցիները չէին կարող դրանք տեսնել, դրանք պատկերացնել։ Աստված գիտեր այդ բոլոր վտանգները, որոնք իսրայելցիները չէին կարող տեսնել կամ պատկերացնել, եւ ամենամեծ վտանգը դա հենց ահն ու սարսափն էր լինելու պատերազմից, որը կդրդեր նրանց հետ դառնալ ստրկության տուն Եգիպտոս։ Մեր կյանքում էլ է այդպես։ Մենք հաճախ չգիտենք այն վտանգները, որ մեզ սպասվում է, մեր օրվա մեջ, մեր հաջորդ օրը, մեր քնած ժամանակ, բայց Աստված գիտի։ Ու երբ որ մեզ Աստված առաջնորդում է տարօրինակ ճանապարհով, մենք կարող ենք մտածել, թե սա սխալ ճանապարհ է, բայց Աստված գիտի այդ հեշտ, այդ գեղեցիկ թվացող, կարճ թվացող ճանապարհին ինչքան չարիք կա։ Նույն կերպ Աստված թույլ չի տա, որ մենք դիմակայենք ավելին, քան կարող ենք կրել։ Նա գիտի, թե ինչ կարող ենք հաղթահարել։ Կարդանք առաջին Կորինթացիների 10-րդ գլխի 13 խոսքը. Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանանք դիմանալ։ Ուրեմն Աստված ամենայն մանրակրկիտությամբ և իմաստությամբ ընտրեց Իսրայելի Եգիպտոսից դուրս գալու ճանապարհը, և Աստված ընտրեց ոչ թե ամենակարճ ճանապարհը, ամենահարմար ճանապարհը, ուտելիքով ու սնունդով լի ճանապարհը, այլ ավելի անվտանգը։ Աստված թույլ չի տալիս, որ մեր կարողություններից վեր գայթակղվենք ու փորձվենք, այլ այնպես է կարգավորում իրավիճակը, որ որևէ չարիք մեր դեմ չգա, քանի մենք դեռ պատրաստ չենք դրանց դիմակայելու, ասում է մեկնաբանը։ Բայց երբ այդ ամենը կատարվում է մեր կյանքում, Աստված մեզ ոչ թե այդ իրավիճակից հանում է, այլ տալիս է մեզ զորություն և ճանապարհ դիմակայելու։ Նորից կարդանք Կորինթացիների 10:13-ը. Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Այսինքն ելքը դիմանալու մեջ է, պայքարել, դիմանալ, մինչև որ այդ ամենը
կհաղթահարենք։ Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ Այստեղ առաջին անգամ հիշատակվող Կարմիր ծովը այն իրական Կարմիր ծովի հսկայական տարածքը չէ, մոտ 100 մղոն լայնությամբ, այլ Կարմիր ծովի արևմտյան մատը, որը տարածվում է մինչև Եգիպտոսի սահմանային տարածքները, ժամանակակից Սուեզի կանալը։ Նախորդ դասի ժամանակ խոսեցինք այն մասին, որ Ծննդոց գրքի վերջում 50-րդ գլխի 24-ից 26-ում կարդում ենք Հովսեփի խոսքերը, ուղղված այն ժամանակ իր ընտանիքի անդամներին։ Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ, Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։ Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ, իմ ոսկորները այստեղից հանեք»։ Հովսեփը մեռավ 110 տարեկան հասակում, նրան զմռզեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում, և 430 տարի անց տեղի էր ունենում Հովսեփի խոսքերը և Աստծո խոստումը։ Եվ հիմա տեսնում ենք, որ Հովսեփին տված խոստումը կատարվում է։ Մովսեսը իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որտև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ, իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանեք»։ Մոտ 4 դար առաջ Հովսեփը մեծ հավատք էր դրսևորել առ Աստված ու խնդրել, որ իր ոսկորները Եգիպտոսից հանվեն, հավատալով Աստծո խոստմանը, որ նա այցելելու էր իր ժողովրդին և հանելու էր Եգիպտոսից։ Եվ Հովսեփը դա արեց, քանի որ գիտեր, որ Եգիպտոսը նրանց վերջնական հանգստավայրը չէր, և դա իր մտքից չգիտեր, այլ դա Աստծո խոստումն էր, որ Աստված նրանց համար ուներ խոստացված երկիր և որ իրենք կրկին վերադառնալու էին այնտեղ։ Դրա համար Հովսեփը ասեց. «Աստված անպայման կայցելի ձեզ, իմ ոսկորները այստեղից հանեք»։ Ծննդոց 50-ի 25-ից 26 խոսքերից հասկանում ենք, որ Հովսեփը երբեք չի թաղվել։ Նրա դագաղը մոտ 400 տարի մնացել է գետնի վերևում, մինչև այն տարվեց Քանան, Ավետիաց երկիր։ Հովսեփի չթաղված մարմինը այդ բոլոր դարերի ընթացքում լուռ վկա էր Աստծո այն խոստմանը, որ Իսրայելը նորից վերադառնալու էր խոստացված երկիր։ Այժմ Աստված կատարում էր իր խոստումը։ Աստված Իսրայելի ազգին առաջնորդում էր ցերեկը ամպով, իսկ գիշերը կրակի սյունով։ Սոգթովքից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում, անապատի ծայրամասում։ Տերը գնում էր նրանց առջևից, ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր ցերեկ գնան։ Տերը գնում էր նրանց առջևից։ Աստված իր ներկայությունը ցույց տվեց Իսրայելին դրամատիկ ձևով, նրանց տալով մշտական, շարունակական վստահություն, ցերեկը ամպի և գիշերը կրակի սյան միջոցով։ Ցերեկը ամպի ներկայությունը և գիշերը կրակի սյունը Իսրայելի ժողովրդի հետ էին նաև որպես արև, լույս և որպես պաշտպանական վահան։ Աստված և մեր լույսն է և մեր պաշտպանն է։ Աստված ամպերը տարածեց Իսրայելի ժողովրդի վրա որպես ծածկ և կրակի սյուն դրեց գիշերը լույս տալու համար։ Սաղմոս 105-րդի 39-ում կարդում ենք. «Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա»։ Կամ ինչպես ասվում է 84 Սաղմոսի 11-ից 12-ում, որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս, Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։ Ով զորությունների Տեր,
երանի այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։ Այդ կրակի սյան մասին ասվում է, որ դա Շեքանիան էր, կամ այլ կերպ ասած աստվածային բնակավայրն էր և Աստծո ներկայության և պաշտպանության անընդհատ ապացույցն էր։ Շեքանիա դա եբրայերեն բառ է, որ նշանակում է Յահվեն բնակություն է հաստատել այստեղ։ Բնակվել արտահայտությունը վերաբերում է Աստծո ակնհայտ ներկայությանը երկրի վրա։ Այս աստվածային ներկայությունը հաճախ նկարագրվում է որպես պայծառ լույս կամ փառք, կամ կապված է որոշակի վայրերի հետ, ինչպիսիք են Երուսաղեմի տաճարը և նաև այս դեպքում Եգիպտոսից դուրս գալու ճանապարհին։ Շեքանիա դա հետ աստվածաշնչային ռաբինական տերմին է, որն օգտագործվում է Աստծո աստվածային բնակելի ներկայության տեսանելի դրսևորման հայեցակարգը նկարագրելու համար, որ ակնհայտ է ամբողջ Սուրբ գրքում, բայց Շեքանիա բառը որպես այդպիսին աստվածաշնչից չէ, այլ հրեական ռաբինիկական բառ է։ Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։ Իսրայելը կարող էր մեծ վստահություն ստանալ Աստծո ներկայության այն տեսանելի ապացույցից։ Այնուամենայնիվ, դրանից հետո դեռ շատ առիթներ եղան, երբ նրանք մեզ նման կարծես կասկածում էին, ապստամբում և վարվում էին այնպես, կարծես Աստված հեռու էր իրենցից։ Աստված երբեք իր ներկայությունը չի հեռացնում մեզանից, այլ մենք ենք նրանից հեռանում։ Մենք ենք մեր սրտերը նրա դեմ կարծրացնում։ Մենք ենք տրտմեցնում, որպես քրիստոնյաներ մեր մեջ ապրող Սուրբ Հոգուն։ Իսկ Աստված անգամ իր դատաստանով, իր պատիժներով ամբողջ նպատակը այն է, որ նորից մեզ վերադարձնի դեպի իրեն, դեպի ճշմարիտ ճանապարհը, դեպի իր պաշտպանությունը, որ մոլորյալների պես չապրենք, այլ վերադառնանք մեր բարի Հովվի մոտ, որ մեր Աստվածն է, Հիսուս Քրիստոսով։ Ես օրհնում եմ ձեզ, ձեր օրը, ձեր ընթացքը և Հիսուսի սուրբ արյան, թանկագին արյան ծածկոցը թող լինի ամենքիս վրա։ Թող մենք մեր կյանքերը հանձնենք Քրիստոսին։ Մենք մեր կյանքը, մեր մտածելակերպը, ամեն բան հնազանդեցնենք Քրիստոսին։ Նրա մեջ է փրկությունը, նրա մեջ է ներումը, նրա մեջ է կյանքը, առկա ու հավիտենական։ Նրա մեջ է ողորմությունը, նրա մեջ է ուրախությունն ու խաղաղությունը, նա է լուծումը։ Ոչ միայն մարդկության, այլ ամբողջ արարչության, որտև արարչությունն էլ տառապում է, սպասելով Աստծո որդիների փառավորմանը։ Ամեն։